Հոկտեմբերի 24-ին Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Արցախի Տիգրանակերտ պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո գրքի շնորհանդեսը։ Խմբագիր Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն ասում է, 44-օրյա պատերազմից հետո, երբ Տիգրանակերտն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ եւ այլևս անհնար է դարձել շարունակել պեղումները, որոշել է ամփոփել 17 տարիների հետազոտական աշխատանքի արդյունքները։ Տիգրանակերտը գտնվում է Արցախի հանրապետության Ասկերանի շրջանում, Լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի Խաչենագետի ներքնահովտում։ Այն տարածվում է Վանքասար լեռան հարավ-արևմտյան ներքնալանջի վրա եւ դրանքից գոգավորությունում արքայական աղբյուրների հարևանությամբ։ 2025 թվականից մեկնարկած Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունները ամենաընդարձակ հնագիտական նախագիծն էր, որ երբևէ իրականացվել է Արցախում։ Այն հնարավորություն է ընձեռել Արցախ ուտիքը ներկայացնել համաշխարհային քաղաքակրթության համատեքստում, որի ռազմական, տնտեսական եւ մշակութային կենտրոններից մեկը եղել է Տիգրանակերտը։ Որոշեցին գիրքը անպայման հայերեն լինի, դա մեր պարտքն է այս ժողովրդին, որը ամեն ինչ արել է, որպեսզի մեր հետազոտությունները իրականանան, գիտական տեսակետից ես կարծում եմ այլ հետազոտողներ կգնահատեն, բայց դա իմ կարծիքով դա լուրջ հետազոտություն է, դա մանրամասն հետազոտություն է, դա չեզոք հետազոտություն է, դա հատուկ միտված չի որևէ մի կողմի շահերը պաշտպանելուն, այլ ըստ էության քաղաքը այնպիսին, ինչպիսին որ եղել է, սկսած ամենահզոր պարսպա համակարգերից մինչև ամենափոքրիկ մատանին, ապակին, խեցու բեկորը եւ այլն, այդ բոլորը ներառված են եւ ես ինձ թույլ եմ տալիս հավաստել, որ հայկական հնագիտական որևէ հուշարձան նման քննության չի ենթարկվել եւ ես կարծում եմ, թե դա կարող է նույնիսկ օրինակ լինել հետագա այլ հետազոտությունների համար։ Գրքում ընդգրկված են 21 հեղինակների հետազոտություններ, որոնցից 7-ը օտարերկրացի։ Համլետ Պետրոսյանի կարծիքով թեև տարբեր մասնագետների հետազոտություններ են, բայց գիրքը ամբողջական կառուցվածք ունի։ Տիգրանակերտը ներկայացված է լուսանկարներով, գծանկարներով, քարտեզներով։ Ներկայացված են քաղաքի տեղորոշման, շրջակայքի, կառուցապատման, գործառույթների, պեղումներով հայտնաբերված նյութերի ընդհանրական բնութագրերը։ Շնորհանդեսին ներկա գիտնականները ընդգծեցին աշխատության կարևորությունը, որտեղ տեղ գտած ուսումնասիրություններն արված են միջազգային չափանիշներով, որակով եւ անժխտելի փաստեր տեղեկություններ են փոխանցում Արցախի հայկական լինելու եւ հազարամյակների պատմության վերաբերյալ։ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը բարձր գնահատեց Արշավախմբի անդամների կատարած գործը, արժեքավոր աշխատության հրատարակումը։ Արշավախմբի անդամներից շատերը իրենց հետազոտությունները հետագայում շարունակել են, դարձրել ատենախոսության թեմաներ։ Իմ համար իսկապես մեծ պատիվ է, որ իմ հետազոտության մի մասը տեղ է գտել Տիգրանակերտի մասին գրքում, որովհետև դա կարելի ասել իմ մասնագիտական կարիերան եմ ես նաև Տիգրանակերտով սկսել, իմ տեխնացուական ատենախոսությունն էր նաև վերաբերում մարդակերպ կոթողներին, որոնց մասին հետազոտությունը նաև ներառված է Տիգրանակերտի մասին գրքում։ Գրքում երկու հոդվածով, մի հոդվածը Տիգրանակերտի շրջակայքում շատ շքեղ, շատ հայտնի այդ կուրգանները մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակի վերջ, առաջին հազարամյակի սկզբով թվագրվող կուրգաններն են, որոնք առաջին անգամ նկատել են 19-րդ դարի վերջին կայսերական հնագիտական ընկերության անդամները, բայց ցավոք այդպես մեծ ածավալ պեղումներ չի եղել եւ ցավոք նաեւ մենք չկարողացանք մեծ ծավալի պեղումներ իրականացնել, կանոնավոր պեղումներ, եւ երկրորդ հոդվածը վերաբերում է մարդակերպ կոթողներին։ Շատ չեմ ուզում անդրադառնալ դրանց գիտական արժեքին, գիտական նորույթին եւ այլն, ուղղակի ասեմ, որ իսկապես իմ համար մեծ պատիվ է եղել եւ լինել Արշավախմբի անդամ եւ աշխատել Տիգրանակերտում եւ սկսել իմ գիտական մասնագիտական կարիերան Տիգրանակերտում հենց։ Այժմ խմբագրման փուլում է գրքի ռուսերեն թարգմանությունը։ Գիրքը կթարգմանվի նաեւ անգլերեն։ Համլետ Պետրոսյանը նպատակ ունի հրապարակել այն եվրոպական կամ ամերիկյան գիտական հեղինակավոր հարթակում։
հրատարակված անգլերեն աշխատանքը շատ կարևոր եւ սպասելի մի արդյունք է լինելու, որին իսկապես սպասում են մեր գործընկերները ամբողջ աշխարհում, այդ մասին բազմաթիվ ուղերձներ, բազմաթիվ նամակներ, բազմաթիվ կոչեր ենք լսել, որ իսկապես գիրքը շատ սպասելի է անգլերեն լեզվով եւ շատ կարևոր տեղ է ունենալու համաշխարհային առանց չափազանցության ասեմ, համաշխարհային հնագիտական հայտնագործությունների, համաշխարհային հնագիտական գրականությունների շարքում վստահաբար շատ կարևոր տեղ է ունենալու։ Արցախի Տիգրանակերտ պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո գրքի շնորհանդեսը հետաքրքրել էր միայն մասնագիտական նեղ շրջանակի։ Գրքի խմբագիրը զարմացած էր, որ այս կարևոր աշխատությունը գերատեսչությունների ուշադրությունից դուրս է մնացել։ Լուսինե Բալյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։